Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք շողակաթ հեռուստաընկերությունը, այս մասին հայտարարում է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, նշյալ հեռուստաընկերության փակումը տեղավորվում է գործող իշխանության կողմից ամեն ազգայինի, հայկականի եւ հոգեվորի դեմ պայքարի համատեքստում։ Մարուքյանը մասնավորապես նշում է. «Դիտում էի ՀՄԿ-ի հարցազրույցը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որտեղ Պետրոս Ղազարյանի «Ինչու եք փակում շողակաթը» հարցին ի պատասխան Տիկին Ղազարյանը հայտարարեց, որ չի էլ պատրաստվում սեթևեթել եւ ուղիղ ասում է, որ իրենց օրենսդրական նախաձեռնության նպատակը հենց շողակաթ ալիքը փակելն է։ Իշխանական պատգամավորը պնդում էր, թե պետական միջոցները կարելի է ավելի ռացիոնալ ծախսել, բայց եթե դու որպես իշխանություն հրաժարվում ես ֆինանսավորել սեփական ազգային մշակույթը, ապա ով պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը։ Հիշեցնեմ, ԿՊԱ-կան պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։ Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել 2-ից, նշված է նախագծում, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել 3-ից։ Հանրային հեռարձակողներն են առաջին ալիքը, լուրեր լրատվական ալիքն ու հոգևոր մշակութային շողակաթ ալիքը։ Ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է մեր ազգային, հոգևոր եւ մշակութային արժեքներին, հետեւողականորեն ոչնչացվում է։